Արձագանք։ Ես սկսեմ վերջից կա ձեր համար քաղաքական սահմանափակում կամ առհասարակ սահմանափակում, պարոն Պապյան, շատ լավ է, որ այդքան ճկուն եք, բայց վստահաբար տեղյակ եք, որ նույն ձեր խմբակցությունը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, տեխնիկական վրիպակների պատճառով ճակերտավոր հետաձգել է երկրորդ ընթերցումը հարցի քննարկման։ Այսինքն այն պատասխանները, որ դուք տալիս եք, հրաշալի փայլուն դիվանագիտական պատասխաններ են։ Շատ լավ է, բայց դուք գիտեք, որ իրականությունը բոլորովին այլ է։ Իրականությունը այն է, որ մեր գործընկերները շատ զգայուն են, այսպես տանում Եվրամիության անդամակցության հետ կապված ցանկացած գործընթաց, դա կլինի իշխանությունների ձեռքով, դա կլինի այլոց ձեռքով, դա կլինի, չգիտեմ, ընդդիմադիրների ձեռքով եւ այլն եւ այլն։ Հիմա իմ հարցը շատ հստակ էր, ես կարծում եմ դուք այդ ճոխությունը ձեզ կարող եք հիմա թույլ տալ հաշվի առնելով, որ ձեր խմբակցությունը յետքայլ արել եւ փաստորեն երկրորդ ընթերցմամբ հարցը ինչ որ ժամանակով առժամանակ արկախվել է։ ԵԱՏՄ շուկա, այսինքն տեսանելի շոշափելի արդյունքներ, թե երազանք, ոչ շոշափելի Եվրամիության երազանք։ Դուք ո՞րի մեջ եք հիմա ընտրություն կատարում։ Առաջինի թե երկրորդի։ Համեցեք, պարոն Պապյան։ Տիկին Խաման, այո, զգայուն է հարցերը, դա պետք չի թաքցնել եւ աշխարհակաղակական իրավիճակներն էլ པարզ չեն ամենևին եւ բայց դրա համար մենք փորձում ենք մաքսիմալ այնպիսի քաղաքականություն վարենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կոնկրետ տնտեսական քաղաքականության մասով շարունակի մնալ կենսունակ եւ դիվերսիֆիկացիան հենց այդ կենսունակության մասին է, որովհետեւ ես կրկնում եմ, սա մի քիչ չգիտեմ ինչքանով է սա քաղաքական կամ ոչ թե այո, բայց պիտի ասեմ, եթե որևէ ապրանք մենք արտահանում ենք միայն Ֆրանսիա, ես խնդիր եմ դնում այդ ապրանքը նաև արտահանել Ռուսաստան, Չինաստան եւ Էմիրություններ։ Եթե մենք որևէ ապրանք արտահանում ենք միայն Ռուսաստան, ես խնդիր եմ դնում այդ ապրանքից արտահանել նաև Ֆրանսիա, Էմիրություններ, Չինաստան, որևէ ապրանք Չինաստան, այսինքն այստեղ երկիրը ինքը շատ պայմանական է մեզ համար կարևոր է որպեսզի աշխարհից լինենք հնարավորինս շատ թելերով կախված եւ իհարկե մեր համեստությունը չպետք է կորցնենք նաեւ ինչքան հնարավոր է աշխարհը մեզանից լինի կախված սա մեր կենսունակության ամենակարևոր գրավականն է լինելու ինչ վերաբերվում է ԵԱՏՄ շուկա շոշափելի շուկա շոշափելի երկու շուկաներն շատ շոշափելի են եւ ԵԱՏՄ շուկան է իր ֆինանսական տնտեսական ծավալներով եւ ֆիզիկական ծավալներով Հայաստանի համար շատ մեծ ու կարևոր շուկա եւ Եվրոմիության շուկան եւ այստեղ ես այդ տարբերությունը չի դնի ավելին ԵԱՏՄ կա թյուր կարծիք թե ԵԱՏՄ ստանդարտները ավելի ցածր ստանդարտներ են, քան Եվրոպական միության ստանդարտները։ Բացարձակապես այդպես չի։ ԵԱՏՄ-ում շատ բարձր ու շատ բարդ ստանդարտներ են դրված, եւ դա շատ նորմալ ու տրամաբանական է, եւ դա արվել է առաջին հերթին ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակությունը ապահովելու նպատակով։ Եվ ես այսօր ուզում եմ նաեւ ուրախությամբ նշեմ, որ մենք որոշակի ինչ-որ պատմական փուլեր ենք անցել։ Փուլ 1, երբ որ արտադրում էինք ցածր իհարկե բարձր եվրոպական ստանդարտներ նույնական երբեմն առանձին դեպքերում տեսնում ենք նույնիսկ ավելի խիստ ստանդարտներ է սահմանվում եւ հիմա մենք մի փուլ ենք անցել երբ որ զանգվածային արտադրություն համեմատաբար ցածր որակ ես կարծում եմ մտել ենք նաեւ մի փուլ որտեղ բարձր որակ ենք արտադրում բայց դեռ չեն կարողանում բարձր որակի շատ մեծ արտադրանք թողարկել, այսինքն մեր արտադրողականությունը դեռևս բավարար բարձր մակարդակի վրա չի, տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական որակավորման պակաս ունենք, բայց օրինակ կառավարության լիզինգի աջակցության ծրագիրը այս առումով հսկայական փոփոխություն է մտցրել։ Ես բերեմ մի օրինակ, այնտեղ 3 տարբեր լիզինգի գործիք կա, մի գործիքով 370 միլիարդ է պորտֆելը, մի գործիքով 50 միլիարդ, մի գործիքով 20 միլիարդից ավել, արդեն մոտ 440-450 միլիարդ մոտավորապես պորտֆել ունենք եւ դա անընդհատ ավելանում է կարող է մի շաբաթ հետո ասենք ավելի մի քանի միլիարդ ավել նշվի այս սրա միջոցով մի քանի հազար տնտեսվարող ձեռք են բերել հազարավոր նոր մեքենա սարքավորումներ եւ սա տնտեսության վրա իր արդյունքը տվել է Սաղիկ ասեք որտեղ 70% Ռուսաստանում վաճառում հոլանդականի 7% հայկականը իհարկե
Ես ուրիշ բան էլ հիմա ասեմ, նույն Ռուսաստանի Դաշնությունում մենք Նիդերլանդներից հետո երկրորդն ենք մասնաբաժնով ծաղիկը, բայց միայն դա չի, Հայաստանից ամեն օր արդեն համարյա ամեն օր Միացյալ Նահանգներն է ծաղիկ գնում ինքնաթիռով, այսինքն նույն ծաղիկ արտադրողները իրենք հասկանում են, որ ավելի շատ շահույթ պետք է ստանալ եւ նույն իրենց շուկաները պետք է մաքսիմալ դիվերսիֆիկացնեն, դրա համար եւ եվրոպական շուկայի վրա են կենտրոնանում եւ ամերիկյան շուկայի եւ մյուս այլ շուկաների, բայց շարունակեմ միտքս Տիկին Խաման, միացրեք ձեր խոսափողը, ավարտեմ ու շարունակեք։ Լիզինգի օրինակով բերեմ, մի քանի տարի առաջ 6 ժամ մարդ հնա էր, էլի մեր մեկ շնչի արտադրողականությունը։ Հիմա արդեն համարյա 11-ի շրջակայքում ենք ու նպատակ ունենք 12 հասնենք 25-ի արդյունքներով փաստացի, այսինքն կրկնապատկենք 5 տարվա ընթացքում մեր արտադրողականությունը։ Դա արտադրողականության կրկնապատկելու համար փաստացի երկու կարևոր բան կա։ Առաջինը դա տեխնոլոգիան է, երկրորդը գիտելիքն է։ Հիմա մենք կենտրոնացած ենք եւ մարդկային կապիտալի զարգացման վրա, այսինքն մեր գիտելիքների վրա արտադրողականության առնու եւ իհարկե տեխնոլոգիայի միջոցով արտադրողականության բարձրացման։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը, այո, ցանկացած պարագայում էական չի, մենք բնականաբար որևէ արտաքին մակրո պայմանները իրանք հեշտացնում կամ դժվարացնում են քո որոշակի շուկա մտնելու կամ չմտնելու հնարավորությունները, բայց դա չի նշանակում, որ եթե մենք ինչ որ X տնտեսական միության անդամ ենք, պետք է մնանք պարփակված X տնտեսական միության մեջ կամ հակառակը նույն եվրոպական միության երկրների համար իրենց ամենամեծ շուկաները Միացյալ Նահանգները կամ Չինաստանն են շատ հաճախ, ոչ թե ԵՄ մյուս գործընկերները։ Հստակեցնենք, էլի, պարոն Պապյան, այսինքն մենք եվրոպական շուկայից օգտվելու համար պարտադիր չի, որ անդամակցության անհեռանկար, անիրատեսական գործընթաց սկսենք։ Ճիշտ եմ ձեզ հասկանում։ Եվրոպական միության շուկայից օգտվելու համար պետք է առաջին հերթին ունենալ բարձր որակի մրցունակ ապրանքներ։ Բայց պարտադիր չի ԵՄ անդամ երկիր դառնալ։ Եվրոպական միության շուկայից օգտվում են ամենաշատ օգտվող շուկաները Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, իրենք Եվրոպական միության անդամ չեն։ Շնորհակալություն։